Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ։ Ուրեմն հանրությանը հյուրընկալումներից զերծ պահելու նկատառումներից ելնելով ցանկանում եմ հանրությանը իրազեկել, որ Էրիկ Եղինյանս որևէ քաղաքական ուժի չեմ հարում, որևէ քաղաքական ուժի կողմնակիցը չեմ, ասեմ ավելին, ես 2026 թվականի հունիսին կայանալիք ընտրություններին չեմ մասնակցելու եւ որևէ քաղաքական ուժի օգտին չեմ քվեարկելու եւ ցանկանում եմ հիմա պարզաբանել, թե ինչու է իմ կոստյումիս այս հատվածում փակցված Հայաստանի Հանրապետության քարտեզը, մասնավորապես ես լինելով հայրենասեր քաղաքացի, պարզապես իմ հարգանքի տուրքն եմ մատուցում իմ հայրենիքին եւ այդ հանգամանքով է պայմանավորված, որ ես Հայաստանի Հանրապետության քարտեզը փակցրել եմ իմ սրտիս մոտ, դա Աստված, դա իմ բաղձալի երազանքն է, որ Հայաստանի Հանրապետության սահմանները ընդլայնվեն, ել ավելի եւ հազարապատվեն, ինչքան որ հիմա այսքան կա, դրա հազարապատի կդառնա Հայաստանի Հանրապետության սահմանները։ Նաև ցանկանում եմ իհարկե անկեղծորեն ասել, որ ճիշտ է, ես որևէ մեկի օգտին չեմ քվեարկելու եւ ընտրություններին չեմ մասնակցելու, սակայն անկեղծ ասած ես կցանկանայի, որ ընտրությունների ժամանակ հաղթանակ տաներ Հայաստանի Հանրապետության գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետեւյալ պատճառով, մասնավորապես հենց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրամադրված ֆինանսական օժանդակության արդյունքում ներկայումս Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում մեկնարկել են բազմաբնակարան շենքերի կառուցման շինարարական աշխատանքները եւ այդ շինարարական աշխատանքների ավարտից հետո այդ բազմաբնակարան շենքերը պետության կողմից, կառավարության կողմից անվճար հատկացվելու են Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի բնակիչներին։ Նաև ցանկանում եմ տեղեկացնել, ովքեր որ տեղյակ չեն, նույն հենց Հայաստանի Հանրապետության կառավարության օժանդակությամբ, կառավարության ֆինանսավորմամբ Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում կառուցվել է եվրոպական ստանդարտներին համապատասխանող, եվրոպական չափանիշներին համապատասխանող, կարելի ասել Հայաստանի Հանրապետության ամենալավագույն դպրոցներից մեկը, որի համար նույնպես ես ցանկանում եմ, որ ընտրություններին ընտրվի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նորից եմ կրկնում, ես որևէ մեկի օգտին չեմ քվեարկելու եւ ընտրություններին չեմ էլ մասնակցելու, սակայն ցանկություն ունեմ, որ ընտրությունների ժամանակ ընտրվի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ ես նիկոլական եմ, նման բան չկա, ես հավաստիացնում եմ հանրությանը, որ ես նիկոլական չեմ։ Նաև ցանկանում եմ նշել, որ ես ունեմ մեկ հարցադրում ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ուստի ակնկալում եմ, որ երբ որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ կգտնվի Ստեփանավան քաղաքում, կամ միգուցե ինձ բախտ վիճակվի Երևան քաղաքում պատահաբար հանդիպել Նիկոլ Փաշինյանին, ես այդ ժամանակ ընդամենը իհարկե բավականին քաղաքակիրթ կերպով, բավականին հարգալից կերպով ընդամենը մեկ հարց եմ ուզում տալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը նպատակահարմար չեմ գտնում եթերից հնչեցնել, ես ցանկանում եմ այսպես ուղիղ նայել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աչքերի մեջ եւ տալ ինձ հետաքրքրող այդ հարցը։ Եվ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ակնկալում եմ հրապարակային պարզաբանում իմ հարցադրման առնչությամբ եւ կախված վարչապետ եւ կախված այն հանգամանքից, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչպես կպատասխանի իմ հարցին, ես արդեն միգուցե փոխեմ իմ դիրքորոշումը եւ որոշեմ մասնակցել ընտրություններին։ Ասեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրվելիք իմ հարցադրումը որևէ աղերս չունի քաղաքականության հետ, ես լրիվ այլ հարց եմ ուզում տալ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ակնկալում եմ անկեղծ պատասխան, այնպես որ հարգելի Նիկոլ Փաշինյան, երբ որ դուք տեսնեք ինձ ձեր նախընտրական քարոզարշավների ժամանակ Ստեփանավան կամ Երևան քաղաքներում, կխնդրեի ձեր այդ թիկնազորին ցուցում տալ, որպեսզի ես հնարավորություն ունեմ, կարգադրեք, հանձնարարեք ձեր թիկնազորին, որպեսզի ես հնարավորություն ունենամ մոտենալ ձեզ եւ այսպես դեմ առ դեմ նայելով ձեր աչքերի մեջ, ձեզ ուղեմ ինձ հետաքրքրող իմ հարցադրումը, որի պատասխանը ակնկալում եմ ստանալ ձեզնից եւ նորից եմ կրկնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանից է կախված իմ կողմից ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու հարցը։ Այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար։